Բարի լույս Աստծո ժողովուրդ, փառք Տիրոջը, Աստծո ժողովուրդ, ինչ հրաշալի հայտարարություն եւ սա իրոք մեծ փառք եւ պատիվ է, սա շնորհք է Տիրոջ կողմից, որ Աստված իր ժողովուրդ ունի այս խավար աշխարհի մեջ եւ այդ ժողովուրդը առավոտ կանուխ արթնացել է, որպեսի միանա նրանց, ովքեր իրենց առավոտը կիսվում են Աստծո խոսքով եւ սկսենք մեր պաշտամունքը օրը Տիրոջ խոսքով, պաշտամունքի միջոցով, որովհետև պաշտամունքը միայն նա չի, որ երգում ենք կամ ակտիվ կամ դանդաղ երգերի տակ, այլ պաշտամունքը նա է, երբ որ մենք հավաքվում ենք Աստծո խոսքի շուրջ, որը մեզ մոտիվացնում է պաշտելու, երկրպագելու Տիրոջը, իսկ դա հիանալի է։ Այսօր մեր հյուրն է մեզ Էլի Արսեն եղբայրը, նա Արարատի Աստծո ժողովուրդ եկեղեցու հովիվն է, շատերս ճանաչում ենք նրան, շատ անգամներ եղել է մեզ մոտ, մի փոքր դադարից հետո կարելի ասել նորից միացան մեզ մեր սիրելի Արսեն եղբայրը, կարոտել էինք քեզ եղբայր, իրոք կարոտել ենք շատ եւ ուրախ ենք, շնորհակալ ենք, որ ընդունեցին մեր հրավերը եւ գիտես արժեքավոր է եւ արժի գովել այն փաստը, որ դու Արարատից գալիս եւ հասնում ես այստեղ եթերի համար կիսվելու քո խոսքը Աստծո ժողովրդի հետ, որը Արարատի Աստծո ժողովուրդ եկեղեցու հովիվն է, դու գիտես Աստծո ժողովրդի ղադրը։ Շնորհակալ ենք եղբայրս։ Տեր օրհնի, ես էլ եմ շնորհակալ, բարի լույս սիրելիներ, Աստված թող օրհնի բոլորիս։ Հուսով եմ կունենանք։ Ամեն։ Լավ զրույց միասին, իրարու օգնելով։ Քո հետ միշտ իրարու օգնելով կունենանք լավ զրույց, մի քիչ սենց չգիտեմ, կարող է սենց ասած մի քիչ արդիական թեմա չի գրել ես, չէ՞։ Գրել եմ, ես կարդամ։ Ինտրիգային կարելի ասել թեմա է, բայց շատ կարևոր, առաքյալ հասկացողության մասին պետք է խոսվի, վերնագիրը այսպես է։ Եկեղեցուն այսօր պետք է առաքյալ, շատ լավ թեմա է։ Ես սիրով լսում ենք հարցականով ենք գրել եկեղեցուն այսօր թեման, բայց ես մի փոքր, մի կարճ, մի քանի վարքյան ասեմ, ճիշտ է հարցականով ենք գրել վերնագիրը, բայց ըստ իս իմ խորին համոզմամբ պետք են առաքյալներ եկեղեցուն, չեմ ուզում ասեմ կան թե չկան։ Բայց մենք արդեն շատ իմաստում ենք, մենք գիտենք ոնց անենք, առաքյալի կարիք։ Այո, մենք խոսանք նաև, իհարկե կա Աբրահամ եղբայր, մենք խոսանք նաև այն կողմից, որ եթե կանել այսօր առաքյալներ եկեղեցիներում կամ ընդհանուր խոսանք Քրիստոսի եկեղեցուն որպես մի մարմին, բայց ավելի շատ իմ մտածմունքը Հայաստանի առումով է, Աբրահամ եղբայր, ինչի համար եմ ասում, մի քիչ իրավունքով եմ խոսում այս մասին, որն է իմ իրավունքը այս մասին խոսալու, որովհետև մոտավորապես 5 տարի է մենք աղոթում ենք այդ ծառայության համար։ Առաքյալի ծառայության համար, կոնկրետ Հայաստանում, որ գործի բացահայտ, որ բոլորը տենան, գեր մեծամասնությունը տեսնի եւ ընդունի եւ այդ անձը կամ անձերը կամ այդ օծությունը կամ այդ ծառայությունը որպես առաքյալի ծառայություն, որպես երկնքից, այո, ինչ խոսում ենք, ամեն, ի նկատի ունենք ուղարկված, այո, ճիշտ, թե չէ շատ կանչված, կոչված, դրված, Աստծուց սահմանված, դրա մասին ենք խոսում, որտեվ ինչի համար նորից եմ կրկնում, ինչի եմ ասում մի փոքր իրավունքով եմ խոսում, ինձ վերապահել է մի փոքր իրավունք, որտեվ 5 տարի է դրա համար մենք մեր եկեղեցում աղոթում ենք, որ Աստված Հայաստանին տա առաքյալ կամ առաքյալներ։ Բայց չկա առաքյալ։ Չգիտեմ, ես չգիտեմ, միգուցե կան, ես խոսում եմ այն վիճակի մասին, Աբրահամ եղբայր, այն կարգի մասին, որ ինքը կլինի բացահայտ, որ հոգևոր մեծամասնությունը Հայաստանի գեր մեծամասնությունը հոժարակամ համոզված չի վիճի, չի մերժի, կասի, այո, մենք տեսնում ենք, որ այս մարդու վրա դա, միգուցե կան մարդ, օրինակ կարող է մեկը կա քո համար առաքյալ է, իմ համար չէ, կամ հակառակը։
Կամ այս մի եկեղեցու համար ինքը ընդունված առաքյալ է, այս մի եկեղեցու համար ընդունված չի, բայց ավելի շատ նայենք, չեմ ասում ես տիրապետում եմ լրիվ այս թեմային, ես էլ շատ սովորելու կարիք ունեմ, բայց հիմա սրտիս ինչ եկել է, ուզում եմ անկեղծ խոսանք այդ մասին, որ եւ մեր մտքերն էլ արթնանա, միգուցե օգնենք իրարու, սկսենք մտածել այդ ուղղությամբ եւ աղոթենք ավելի շատ այդ ծառայության դրսևորման, այդ օծության, այդ հոգու, որ մտնի մեր եկեղեցիները ծառայությունը, բարձանա այդ ծառայությունը, Աբրահամ եղբայր, ես սենց եմ հասկանում, որ պիտի լինի այդ ծառայությունը, որտեվ երբ որ ասում եմ, ես հավատում եմ, որ մեր եկեղեցիների, Հայաստանի եկեղեցիների հոգևոր հասկացող մասայի, ովքեր մեծ բարձր բան են ուզում ավելի, ովքեր կարոտում են առաջին դարին, որ այդքան շեշտվում է, չէ, առաջի դարում էսպես էր, առաջի դարում, այո եւ ամեն, սենց ասած կարելի է մեռնել առաջի դար ունենալու համար, հոգևոր առումով եմ ասում, մեռնել հասկանում ենք, այսինքն ուզում եմ դրանով ներկայացնել այդ բառով մեր փափագը, մեր կարոտը, մեր ցանկությունը, մեր հասկացողությունը առաջի դարի, որ ինչ կար այն ժամանակ, ինչի չկա հիմա օրինակ, կարող է մեկն ասի կա, բայց ով որ ասի կա, կասեմ ցույց տուր օրինակ մի փոքր բան ցույց կտա, այդ մի փոքր բանը բոլորս կարանք ցույց տանք։ Չէ, Աբրահամ եղբայր, չէ։ Խոսք ասենք, կոչվում է գործ առաքելոց, սկն առաքյալների գործերը։ Մենք կարոտում ենք առաջի դարի առաքյալների գործերին, բայց դա տեղի չի ունենում առանց առաքյալի։ Առաքյալներ կային, դրա համար է եղել առաքյալների գործերը ու այդքան կարոտած ու շեշտադրված առաջի դարից, որ խոսում ենք, ոնց էին մարդիկ ելնում վազում, օրինակ, հիմա հրաշքների մասը ասենք, ոնց էր ինչպիսի հրաշքներ էր լինում, մեռելների հարություններ լինում, բայց իմ հիմնական թիրախը թեման խոսելու այս ուղղությամբ չի, դա էլ կա մեջը առաքյալի ծառայության, բայց ես ավելի շատ խոսելու եմ առաքյալ պապա առաքյալ մեռած մարդ, վիզը դրած մարդ, իր անձը տված մարդ, որ պատրաստա մեռնելու, պատրաստա նահատակվելու, սենց ասեմ, պատրաստա, չգիտեմ, այն օծությունը, որ կա առաքյալի վրա այն հոգին, որ ունի, որ ինքը գնում է, ինքը իր համար չի ապրում, և դրանից հետո է սկսվում այն ինչ, որ մենք տենում ենք առաջին դարում։ Օրինակ դու որ մեծ կներես, մեծ արթնություն օրինակ, հազարավորների ապաշխարություն, օրինակ մի պատգամից, հնարավոր է, չէ այսօր, մենք կարիք ունենք առաքյալի, ես ունեմ դրա կարիքը Աբրահամ եղբայր, մի հատ ինձ հարց տուր պատասխանեմ, օրինակ, մի հատ ինտրիգային հարց տուր։ Հարց տամ, դու որ ասում ես առաքյալ, ընդհանուր իր բովանդակությունը ինչ ես պատկերացնում, որ ինչ անի, դու խոսացիր իշխանության մասին, հա, առաքյալի իշխանության, այսպես ասած, մարդ, որ իր կյանքը դրել է։ Նաև իշխանության։ Ինչ ենթատեքստեր կա դրա տակ, երբ որ մենք ասում ենք առաքյալ, օրինակ, որովհետև կներես, ինչի համար եմ ասում, կան մեծ միաբանություններ, շատ մեծ, և այդ միաբանություններ ունեն իրանց, այսպես ասած, եպիսկոպոս կամ հովիվ, սրանք էլ կարծես թե այս տեսակներն էլ առաքյալի որոշակի բանում են, բայց ընդհանուր հայաստանյան մասշտաբով ինչ նկատի ունես, որ ասնես առաքյալ։ Օրինակ ասենք, իմ անձնական կարծիքով, Աբրահամ եղբայր, այսքան տարբեր հարանվանությունների Հայաստանի եկեղեցական, այսքան շատ սենց խառը գաղափարների, ոչ մեկին չեմ դատում։ Ուղղակի այն ինչ որ գիտեմ, լսում եմ, այդ եմ ասում, ինի բերած։ Այսքան խառը գաղափարներ, այսքան տարբերությունների, այս խառը շատությունները, որ կա տարբեր, իմ անձնական համոզմամբ դա առաքյալի պակասից է, նաև անմիաբանությունների հետ կապված, մեկը մյուսի հանդեպ։ Այո, հենց այդ եմ ասում։ Այս իմ կարծիքով դա առաքյալի պակասից է, որ դա կա։ Օրինակ, ասենք լինի մեկը, ով որ կասի չէ, վերջը ունենք, չէ, ասենք առաքյալների վարդապետության։ Բաներ կա, որ առաքյալը պիտի ասի, բաներ կա, որ առաքյալը պիտի մեկնաբանի։ Եվ ընդունված լինի բոլոր առաքյալը, դրա համար եմ ասում, որ Հայաստանում օրինակ գոնե եկեղեցիների հոգևոր
մասայի մարդկանց գոնե մի 70-80%-ի համար ընդունված դու հիմա պատրաստ ես ունենալու մեկին, որին կարող ես առաքյալ կոչել եւ ենթարկվել իր այո միանշանակ եթե լինի Աբրահամ եղբայր անկեղծ ասում ենք որ ասում Տիրոջ առաջ եք ասում եթե լինի ձերը դարձածրա վերնորս ես անձամբ հարց ես տալիս ասում եմ ես պատրաստ եմ ծառայել ուրախությամբ մեծ սիրով խոնարհված ծառայել հնազանդված առաքյալի օծության Չես կարող ասի եթե կասի թող ասի հա պատրաստ ես միանշանակ ախպեր միանշանակ ոնց կա ասենք աղոթում ենք այդքան ունենանք որտեվ մի փոքր հասկանում ենք չէ Աբրահամ եղբայր ինչ կարա անի առաքյալը որ չեմ կարող անեմ ես ինչ կարա անի առաքյալը ինչպիսի ազդեցություն է ինչպիսի ավտորիտետ է առաքյալը եկեղեցու համար չէ որ ասում եմ սա այսպես է սա այսպես չէ բաներ կա մենք այսօր շատ հովիվներս իրարու չենք լսում, չենք հնազանդվում իրարու կամ չենք ընդունում իրարու, բայց որովհետև մի հատ sense ավելի ազդեցիկ չկա էդի այդ ավելի մի հատ ազդեցիկ, մի հատ ավելի մեծ կշիռ ունեցող, ավելի մեծ օծությամբ, չգիտեմ, մի հատ ինքը ոնց կարալի, չեմ հանդիպել։ Ինքը ոնց կարալի որ ասի Այն որ էլ խոսալդ չի գալիս, որ դու հակառակես կամ հլնես ինչ-որ մի բան ասես կամ դու ուղղակի իր այդ ազդեցիկության, այդ հեղինակության մեջ դիմացինի մոտ դա առաջացնում է սուսուփուս հնազանդություն։ Լավ, ես քեզ sense մի հատ շատ ավելի խիստ հարց տամ։ Նայ, առաքյաների ժամանակ չկար ավետարանը, չէ՞։ Այո։ Չկար ավետարանը եւ մենք գիտենք որ առաքելոցի մեջ գրում է եւ նրանց միջոցով Աստված հրաշքներ եւ նշաններ էր անում այսինքն նշան հրաշք նշան բառը կապված է նրա հետ որ ավետարան չկար նշաններով էր խոսում Աստված բայց հիմա մենք ավետարան ունենք եթե մարդը չի հնազանդվում Աստծո խոսքին իր ամբողջ բովանդակությանը եթե առաքյալել դուրս գա հնազանդվելու է եթե ինքը հասկացա հարցը եթե ինքը չի ուզում հնազանդվի Աստծո գրած չէ ինքը ոչ թե չի հնազանդվում այլ իր ձևով է մեկնաբանում դու էլ քո ձևով օրինակյամ այո ես դա եմ ասում առաքյալը կարա մի բան անի իմ կարծիքով այո երբ որ առաքյալը կասի որ սա այսպես չի սա մեկնաբանություն այսպես չի Սա ուրիշ ձև է իմ կարծիքով դու առաքյալ չես ինպես չես այտենց միշտ կունենանք Աբրահամ եղբայր ջան այտենց դրա համար ես տոկոս ասելուց մարդկանց չափ քանակ ասելուց դրա համար ասում եմ գոնե 70-80% է չգիտեմ ես շատ sense մի հատ ուրիշ ձևի համոզված եմ որ մեզ պետք է առաքելական ծառայություն դե հնգաթև ծառայության մեջ առաջին այո առաջինն է այո մեզ պետք է դա եւ այսօրվա եկեղեցիներին կրկնում եմ այսքան խառը տարբեր գաղափարներ ես չեմ ասում ով է լավ ով է վատ ով է ճիշտ ասում ով է սխալ դրա մասին չի խոսքես որտեվ դրանից վերև բան եմ ասում մենք ճիշտ ու սխալ անելու ցանկություն չունենք մարդկանց սխալ անելու ցանկություն չունենք միգուցե ես եմ սխալ այո ես խոսում եմ նրա մասին որ ես համոզված եմ որ դա մեզ պետք է Աբրահամ եղբայր Հայաստանյան եկեղեցուն Քրիստոսի մարմնին պետք է այսօր եկեղեցի ներողություն պետք է այսօր առաքյալ պետք է առաքյալի հոգի առաքյալի օծություն առաքյալի ծառայություն պետք է հայր պետք է չգիտեմ բազմության հետ խոսալ պետք է լիքը բաներ իր տեղը դնել պետք է իր այն ծանր խոսքը ասել իր այդ կշիռով խոսել պետք է դա գիտեք միգուցե այսօր շատերին չեն լսում հենց այդ ազդեցիկության բացակայությունից է ես մտածել եմ ես այտենց եմ հասկանում Աբրահամ եղբայր հարցս մի ուրիշ ձև է ձևակերպեմ կարծում ես Աստված ձախողել է այս հարցում ոչ բա ինչի չունենք առաքյալ գուցե մենք ենք պատճառը խոսենք սուրբ գրքով միանշանակ մենք ենք պատճառը Եթե պատճառ եք ման գալիս, Աստված չի ձախողել։ Մենք հիմա կարող է սիրելիներից մեկը լինի, ասի Աստված ամեն բան իր ժամանակին կանի։ Համաձայն եմ, որ կանի, բայց մենք պիտի հասկանանք, խոսենք, քարոզենք, աղոթենք դրա մասին։ Հասկացա։ Համաձայն եմ, որ կանի։ Իհարկե կանի։ Եթե ուզենք։
Վերջ մեր փափագը, մեր ցանկությունը պետք է, բայց Աստված կարող ասի, լսեք, ես ձեզ խոսքն եմ տվել։ Ես հարցեր եմ բացանում։ Լավ անում բարձանում է, բայց մենակ խոսքով չի, խոսքից հետո էլ է, չէ, կան առաքյալներ օրինակ, չէ։ Մենակ խոսքը չի։ Այո, դե որ գրվածությունը պետք է լինի։ Այո, իհարկե, եթե Աստված տվել է իր օրինակ առաջ Կորինթացիս 12:28-ում ասում է Աստված եկեղեցուն տվեց առաջին առաքյալներ։ Այսինքն շեշտադրում է առաջին առաքյալներ, երկրորդ մարգարեներ, երրորդ վարդապետներ, բայց հետո նոր հրաշքներ, նշաններ, զորություններ եւ այլն, չէ՞։ Հիմա դրա համար մենք այսօր խոսում ենք առաջինի մասին։ Ես այդ ցանկությամբ եմ եկել ստեղ Աբրահամ եղբայր այդ մասին խոսելու, որ առաջ առաքյալներ, այսինքն առաջին տեղում եկեղեցում առաքյալի ծառայությունը պետք է լինի։ Քրիստոսի մարմնի մեջ դրանից հետո է գալիս մնացածը։ Օրինակ կարա մեկը գնա միտեղ քարոզի ավետարանի մարդիկ հավաքվեն եկեղեցի լինի, ոնց որ սովորել ասել։ Դա առաքելություն է կոչվում։ Հա, դա կոչվում է առաքելություն, այսինքն մարդը ուղարկված է, այսինքն ինքը արեց ստացվավ իր մոտ, բայց ես չեմ ասում, որ Պետրոսի պես մարդ կամ Պողոսի պես մարդ, չէ, սովոր ենք ասելու, որ ինչ է լինի, իրանց մոտ սենց մի խազ բարձր էր ավելի, իրանց նման էլ չի կարա լինի եւ այլն, թեկուզ սա ընդունելի լինի կամ ընդունելի գաղափար է, անձամբ իմ համար էլ ընդունելի գաղափար է, բայց վերջը մենք տենում ենք, չէ, Սուրբ գրքում, որ կային առաքյալներ Աբրահամ եղբայր, ովքեր ծառայում էին եկեղեցիներում, օրինակ մի հատ ետ դառնանք Բարնաբաս են եկեղեցիները, որ հիմնել ենք, Ետ դառնանք մի հատ տենանք ոնց են, մի հատ ավելի հաստատենք, ավելի շնորհք հաղորդենք, մի հատ ավելի ցուցումներ տանք, ուղղություններ, եկեղեցու դերը, ով ինչ պիտի անի, պաշտոնների ծառայությունների դերը, ով օրինակ երեցն ինչ պիտի անի, սարկավագն ինչ անի, ես մեկն չէ, սենց չէ, վերջը երեցներ նշանակելը, հովիվներ նշանակելը, եպիսկոպոսներ նշանակել, ամեն ինչը մտնում էր, չէ, առաքյալի ֆունկցիայի մեջ Աբրահամ եղբայր։ Սա ասենք առաքյալի դեր է, մի հատ հետ դառնանք են եկեղեցիներ, օրինակ տենանք, դե ասենք մարդիկ ինչպիսին են։ Եթե թույլ տաս ես անցնեմ համարներով ասեմ Սուրբ գրքից Աբրահամ եղբայր։ Ես ով եմ, որ թույլ տամ կամ չի։ Հիմա օրինակ սենց եմ ես ձևակերպել, օրինակ մեզ առաքյալներ են պետք եւ եթե մենք ուզում ենք գործ կառաքելոց, առանց առաքյալի կոչման, օծության, հոգու եւ ծառայության չի կարա լինի գործ կառաքելոց, որովհետեւ այն ինչին մենք կարոտում ենք, դա առաքյալներն էին անում։ Դա առաքելական ծառայության հետևանք էր, Աբրահամ եղբայր։ Մենք որ կարոտում ենք առաջի դարին, օրինակ, ամբողջ բազմության սիրտը մեկ սիրտ, մեկ հոգի էր, ով ինչ ուներ, բերում էր, բաժանում էին, ով ինչի կարիք ուներ, չէ՞, սովոր ենք ասել, չէ՞։ Վստահություն կար, առաքյալների ոտքի տակ, չէ՞։ Իմ կարծիքով սա չի լինում, սա չի կարա այս մակարդակի, այս կարգի լինի, այս կարգի, կրկնորդ ընդհանրապես չունենք։ Չի կարա լինի այս մակարդակի, եթե չկա առաքյալ կամ առաքյալներ կամ առաքյալի մի հատ sense առաքելական հոգի, ազդեցիկություն, ծառայություն, այն մարդիկ, ովքեր իսկապես պարապում են աղոթքի եւ խոսքի վրա, ոչ թե ուղակի խոսում ենք բեմից, ինձ էլ եմ դնում այդտեղ որպես քարոզող։ Ոչ թե ուղակի խոսում ենք բեմից, այլ իսկապես անում ենք այն ինչը որ արվում էր առաջի դարում։ Այն որ դու պատրաստ ես, հեսա ես մի քանի համարով ցույց տամ էլի Աբրահամ եղբայր ջան։ Սենց գրել եմ, ասենք ինչ է անում առաքյալը կամ ինչ չի անում եւ ինչն է խանգարում առաքյալի ծառայությանը, որ սկսի գործել կամ մտնի եկեղեցի։ Այսպես եմ ձևակերպել եւ ուզում եմ երկու տեղ ցույց տամ, որ կային էլի առաքյալներ, բացի 12-ից պլյուս Պողոս, բացի Հակոբոս, որ Հիսուսի եղբայրն էր, բացի Հուդա, որ Հիսուսի եղբայրն էր, թուղթ գրեցին, չէ՞, ոնց որ սովոր ենք ասելու, բացի այդ առաքյալներից, էլ ինչ առաքյալներ կային, որոնց Սուրբ Գիրքն ասում է, որ իրանք էլ առաքյալ են եղել։ Գործք առաքելոց 14-13-ում Երբ որ Պողոսն ու Բարնաբասը քարոզում էին, Սուրբ Գիրքն այսպես է գրում. ասում է Բարնաբաս եւ Պողոս առաքյալները։
Հոգնակի թվով է գրում, այսինքն Բարնաբասին նույնպես ավետարանը Առաքյալը այո, մեզ ցույց է տալիս այստեղ, ասում է, որ Բարնաբասը նույնպես առաքյալ էր։ Օրինակ, հետաքրքիր մի հատ դրվագ եմ առանձնացրել ստեղից, չեմ խոսալու, ինչ էին քարոզում, իրանց ինչ անուններ էին դնում, Հերմես, Դիոս եւ այլն, սրանց մասին չենք խոսալու, խոսում եմ զուտ նրա մասին, որ ինչ չի անում առաքյալը, օրինակ, չէ, ես իմ ձևակերպման մեջ ասեցի, ինչ չի անում առաքյալը, օրինակ Երբ որ ուզում են իր համար զոհեր մատուցեն, փառավորեն իրան դափրի պսակներ տան, ոնց որ ուզում էին տային Բարնաբասին առաքյալին, իրանք ամեն ինչ արեցին, որ դա տեղի չունենա։ Ամեն ինչ արեցին։ Այսօր հիմա հնարավոր է քարոզիչներս մենք քարոզում ենք, ասենք Դափնիի համար օրինակ։ Չէ՞։ Այսօր Աբրահամ եղբայր, այնքան անջատ է իմ պատկերացումով Ընդհանուր հոգին եմ ասում, անհատի չէ, ինձ չէ, քեզ չէ, ոչ մեկին չէ, ընդհանուր հոգին եմ ասում։ Այնքան այսօր անջատ է բեմի կանգնող ու լսարան, սենց անդունդ կա ձևավորված։ Բայց առաքյալների պարագայում, առաքյալի ծառայության պարագայում այդպես չի։ Երբ որ առաքելական հոգին օծությունը ծառայում է, առաքյալն է ծառայում։ Այդ սիրտը, այդ հոգին, Հիսուսի պես, այո, Հիսուսի պես, այդ հայրությունը, որ իրանց դնում են իրանք, հասկանում եք, իրանց անձերը դնում են, նրանք ժողովրդի հետ սենց մեկացած, իրանց մեջ մտած, եւ իրանց վրա բեռ են վերցնում, այո, ժողովրդի բեռը կնում են, Պողոսը ասում է, ես պատրաստ եմ անիծյալ լինեմ, իմ ժողովրդի համար, չէ, մեծ բեռ, այո, ասելա, չէ, այո, այսինքն ասելա, սկզբից որ ասում էի իրանք մեռած մարդիկ են, պատրաստ ամեն ինչի հանուն, օրինակ ով կարա այսօր առաքյալի, իմ կարծիքով առաքյալի հոգու օծության արտահայտություն ասա նայեք բոլոր խոսքերն էլ հիմա ինչ նայենք թղթերը գործք առաքելոցը ասենք առաքյալներն են գրել թեև գործքը Ղուկասն է գրել իրան չենք հաշվում առաքյալի մեջ բայց ավետարանի չա վերջը Աստծո խոսքը ինքն է գրել բայց նայեք ինչ կասմա թեև Կորինթացիներին ասում թեև մենք անպիտան երևանք բայց դուք բարին գործեք Սա մեռած մարդու արտահայտությունն է Աբրահամ եղբայր մարդ որը դիմացինի մոտ լսարանի մոտ ում ինքը ծառայում է իրան լսարանի կարծիքը իրան չի հետաքրքրում իրանք իր մասին անպիտան կմտածեն կասեն լավն է թե իր ամբողջ ցանկությունն է որ եկեղեցին լսարանը մարդիկ բարին գործեն այդպես է գրում չէ հասկանալի եմ ասում Աբրահամ եղբայր չէ ասում թեև մենք թեև դու առաքյալն ես Աբրահամ եղբայր թեև դու իմ կարծիքի մեջ իմ պատկերացման իմ հասկացողության մեջ դու անպիտան մեկը երևաս դա քո համար հոգ չի դու ինձ քո երեխու պես այնքան ես սիրում երեխու պես որպես papa որ ասում ես իմ երեխեն իմ մասին ոչինչ որ սխալ է մտածում ոչինչ որ հիմա լավ չի մտածում կարևորն է նա որ ինքը բարիք է գործում կարևորն է նա որ ինքը ճիշտ ուղու մեջ է կարևորն է նա որ ինքը աստվածապաշտ է այ էսի առաքյալի հոգու առաքյալի կոչման առաքված մարդու չգիտեմ իր պատկերացման իր օծության մեջի արտահայտությունն է ես սենց եմ հասկանում Աբրահամ եղբայր բայց եկեք ասենք մի հատ ուղղակի համեմատենք մարդիկ ամեն ինչ արեցին որ փառքը չվերցնեն իրանց վրա շորեր ճղեցին համոզեցին ամեն քայլի գնացին որ հանկարծ ընես չլինի որ ինչ որ մի բան իրանց համար արվի որպես այսինքն չէ մենք կարող գախնի գողանանք չէ այդ շոր ճղելը իմաստուն էր այդ դարի մեջ այո դա նշանակում եթե Աստծո հավասար զրույց ես աղքատ եմ ես պատրաստ եմ իմ մերկությունը բացեմ որ դուք հասկանաք որ ես Աստված չեմ քո նման մարդ կատարյալ չեմ քո նման մարդ եմ հրաշալի քո նման մարդ եմ այո դա նաև այն ժամանակ էին անում երբ որ Աստծո հասցեին կարար հայհոյություն լսվել այսինքն մարդուն հավասարեցնեին այսօր մենք չասենք աննկատ գողանանք ցույց էլ չտաս խոնարհի ոչ մեկ չի տեմ խոնարհ դիրք ընդունած կանգնած ես ծառայության մեջ բեմի վրա կամ ներքևում բայց դու ասենք աննկատ ասնակ իրանք գովասանքի ակնկալիք չունեին իրանք որ իրանց անպայման ասեին
Աստված օրհնի քեզ եւ իրանք չգիտեմ իրանք դիմացինի մոտ իրանք նկատմամբ կարծիք ստեղծելով չէին ծառայում նվաստացրեցին այո իրանք այնպես չէին անում որ իրանք լսողները իրանք մասին հատուկ կարծիք ձևավորվի լսարանի մոտ որ ասեն էս ինչ է եւ իրանք ամեն ինչ անում էին որ դա չլինի որ ամբողջ փառքը Աստծուն գնա սա այսօր մեզ պետք է թե չէ մեկը կարող է հիմա լինի լսողների մեջ սիրելիներից ասեն դե էդի միշտ տես պետք է լինի բայց սա միայն առաքյալների չէ սա յուրաքանչյուր վերստին ծնված առավել եւս առաքյալի այո բայց մենք սա տենում ենք Աբրահամ եղբայր առաքյալի ծառայության մեջ որ առաքյալը կարողանում է այտենց անի այսօր չգիտեմ ինքը ուրիշ ձև է դաստիարակելու իմ պատկերացումով ինքը ուրիշ ձև է խրատելու ինքը ուրիշ բաներ է ասելու որ մենք չգիտենք չենք հասկանում խոնարհության ֆորմատի մեջ է ինքը եւ դա ընդունելի է լինելու դիմաց ինքը տանելու է մեզ հնազանդության ավելի եւ ուզես ինքը ոնց է ինքը ջարդելու է մեր եսը ես կասեի ինքը ցուցիչ է ինդիկատոր է առաքյալը այո ամեն ինդիկատոր ամեն համաձայն ջերմաչափ ամեն այս շատ կարևոր է սա այս միտքը հեստ առաքյալը ջերմաչափն է եկեղեցին քեզ պահում է ուղղության մեջ ախր հիվանդ է եկեղեցին քեզ ստարտի վրա է պահում ու դու միշտ իր կարիքը զգում ես օրինակ ասենք մարդիկ կան չէ օրինակ ես դու այն մեկը չգիտեմ կարող է ձեր մոտ չի առաջանում դա բայց իմ մոտ առաջանում օրինակ սենց նստում եմ ասում եմ մեծի կարիք ունեմ ես շատ եմ դրա մասին ես սա ի նկատի ունեմ ես դրա մասին շատ եմ մտածում Աբրահամ եղբայր սա ի նկատի ունեմ նստում եմ ինձ ասում եմ մեծի կարիք ունեմ եւ ի նկատի ունեմ այս ծառայության ավելի ոչ մտածում ես հա տենց շատ բայց դու մեծ ես բայց ես ավելի մեծի կարիք ունեմ ովից խրատի բոլոր վերստին ծնվածներս մեծ են Աբրահամ եղբայր ջան լավ սենց ասենք բոլոր հավատացյալները մեծ են Քրիստոսի մեջ վերջ էլի բայց հասկանում եք ինչի մասին է էլի խոսք Աբրահամ եղբայր մեծությունը խոնարհության մեջ է էլի ամեն չգիտեմ եղբայրներ բարձր եղբայրը թող իր խոնարհության վրա բարձրանա կամ մակարակը Աբրահամ եղբայր ջան ես այդտեղ առաջի Թեսաղոնիկեցիների 2:7-8-ից մի բան եմ առանձնացրել Աբրահամ եղբայր 2:6-ից էլ կարող են նայել սիրելիները այսպես է ասում երբ որ թուղթը գրում է Թեսաղոնիկեցիների Պողոս առաքյալը գրում է Պողոս Սիղուանոս եւ Տիմոթեոս այսինքն թուղթը գրվելու ժամանակ իրանք 3 հոգով էին Սիղվանոսը Շիղան է Սիղվանոսը Շիղայի հունական տարբերակն է Շիղան եբրայական տարբերակն է Սիղվանոսը հունական անունի տարբերակն է եւ թուղթը գրելու պահին իրանք 3-ով էին եւ Թեսաղոնիկեցիների եկեղեցուն էլ երբ որ իրանք այդ ժամանակ ծառայել են էլի 3-ով են եղել եւ 2:7-ում ասում է թեև կարող էինք իբրև Քրիստոսի առաքյալներ նորից հոգնակի թվով է գրած այսինքն շեշտում է իրան Շիղային կամ Սիղվանոսին եւ Տիմոթեոսին ասում է կարող էինք իբրև Քրիստոսի առաքյալներ ձեր վրա ծանրություն լինել բայց մենք ձեր մեջ հեզահոգի եղանք Բերեւի խոսքը ունենք այդ իրավունքը բայց այո ունենք այդ իրավունքը բայց չարեցինք հիմա շատ հետաքրքիր բառ է չէ հեզահոգի հիմա վերևի խոսքը ասում է այդ տիրույթում էլ այդ բան կոնտեքստի մեջ ասում է ոչ մարդկանցից փառք փնտրեցինք ոչ մեկից Իշքան նման է չէ Հիսուսի օրինակին Հովանու ավետարանի մեջ ասում է ես մարդկանցից փառք չեմ փնտրում Սեք իշքան նմանություն կա առաքյալի հոգու ծառայության չէ այո եւ ասենք Հիսուսի ծառայության որ մարդկանցից փառք չեմ փնտրում Գիտեք մի հատ նուրբ բան եմ ուզում ասել սենց նյուանս Աբրահամ եղբայր երբ որ լինի առաքյալ կամ սիրելներ ես խոսում եմ հիմա այն բանից որպես թե չկա ես ըդից եմ խոսում
Կրկնեմ, միգուցե կան որոշ մարդկանց համար, բայց ես խոսում եմ այն բանից, որ չկա։ Ընդհանուր առմամբ, էլի, այդ ինչ որ ասեց, այո, այդ դրա մեջ։ Այդ կետից եմ ես խոսում, որ դա չկա։ Հիմա նայեք, երբ որ լինում է ավելի մեծը, Եվ ի նկատի ունեմ այդտենց մեծ օծված, հոգով լցված, հաստատված, պաշտոնով, ուղարկված, ընդունված առաքյալի, դա ինձ սեղմելու է դրական առումով եւ չի թողելու, որ ես ինձ սենց մեծ կամ հպարտ կամ սենց փառավոր զգամ, սխալ առումով մեծ, սխալ առումով ապարտ կամ փառավոր միտքս հասկանալի չէ ինչի մասը երբ որ դու տենում ես քեզնից վերև կան մարդիկ ովքեր մի հատ ուրիշ կարգի ընդունված մարդիկ են ու իրանք ազդում են քո վրա դու այդ ժամանակ տենում ես որ չէ դու քո մասին քո կարծիքը սկսում ես փոխել այսինքն քո մեծամտությունը փոխվում է ուրիշ բանի Դրա համար եմ, չգիտեմ, հասկանալի է, լավ ասացես թե չէ։ Բայց երբ որ դա չի լինում, ես մտածում եմ, ես շատ մեծ եմ։ Վտանգ կա։ Երբ որ չկա վերև մի հատ այտենց, վտանգ կա դրա մեջ Աբրահամ եղբայր, ես սենց եմ հասկանում, չէ։ Պողոսը Կորինթացիներին, որ բացատրում է, չէ, օրենքի շնորհքի մի փոքր հատված, ասում է, այն որ փառավոր էր դարձավ անփառունակ իրան գերազանցող փառքի պատճառով։ Հիշում ես խոսքը։ Դες բան կա գրած։ Հա։ Չէ, համարը չեմ ասում։ Ուզում եմ ասեմ, հիշում ես որ միտքը։ Հա։ Ասում եմ, չես բառացի կրկնեցի։ Այն որ փառավոր էր, օրենքի մասին է խոսում։ Անփառունակ դարձավ իրան գերազանցող փառքի պատճառով։ Այսինքն շնորհքն եկավ ավելի փառավոր էր, օրենքը դարձավ կարծես անփառունակ, չէ՞։ Հիմա, քանի որ ավելի մեծը չի լինում կամ անընդհատ չի գալիս այդ մեծը, մեծ հոգին, մեծ բարձրը, չէ՞։ Այո։ Մենք մեզի միշտ զգում ենք, որ մենք ենք, մենք էլ չկա ենք կողմ, էլ ոչի բան չի, բայց երբ որ գալիս է ինքը ինձ մի հատ դնում է իմ սենց Մատ չգիտեմ ինչ են ասում դրան, ես բառով ասեմ, իմ ռամսերի մեջ է դնում ինքը, ինձ էլի։ Շողուլի է բերում, ասում եմ մի հատ ստոփ հələ, ոնց որ Շողուլից ընկել ես։ Ոնց որ շատ ես վերցեվրետ։ Ոնց որ շատ մեծ ես մտածում քո մասին։ Պողոսն ասում է Աբրահամ եղբայր, առաքյալի խոսք է էսի։ Առաքյալը կարա էսի հասկանալով գիտակցված հոգով ասի, որ չեմ ուզում մեկը ին վրա ավելի մեծ համարում ունենա, քան ին վրա տեսնում է կամ ինձնից լսում է։ Ասում է թե չէ։ Ասում է չէ։ Էսի առաքյալի խոսքա։ Երբ որ այդ վերևի բարձրը չկա, կրկնում եմ, մենք մեր վրա շատ վերցնում ենք։ Մենք մեր մասին շատ մեծ ու բարձր ենք մտածում, չելած տեղից։ Այսինքն ուզում եմ նայեք ինչ է կատարվում։ Ուզում եմ կարծիք ստեղծեմ, որ դու իմ մասին ավելի մեծ մտածես, քան ես կամ։ Ինձ չի հետաքրքրում ես ինչքան կամ։ Ինձ հետաքրքրում է այնց անեմ, որ դու իմ մասին շատ մեծ մտածես։ Բայց առաքյալի ներկայության պարագայում էսի փուչիկ է զրոյանում։ Որովհետև դու մեկի առջև ես կանգնում, որը լավ անալիզ անում, լավ վերլուծություն անում։ Ճիշտ վերլուծություն։ Այո։ Դու հնազանդվում ես այդ վերլուծությունը, որովհետև ավետարանի բացարձակ հիմքերով է։ Այո, դու ամեն դու քեզ չես զգում այն նվաստացած։ Հա, չէ, հակառակը։ Նվաստացած էլ պետք չի զգանք, իհարկե։ Հենց այդ է ասում։ Չես զգում նվաստացած։ Բայց առաքյալը քեզ չի փորձում նվաստացնել։ Այո, ընդհակառակը քեզ դնում է ճիշտ տեղը, քեզ բարձրացնում դնում է քո ճիշտ տեղը։ Եթե շատ եթե ըստ քեզ շատ ավելի ես բարձրացել, իջացնում է քեզ բերում դնում է բարձրացնում է։ Այո, ամեն Աբրահամ ջան, առաքյալի ծառայության մեջ կա իմ հասկանալով եմ ասում, ինչքան որ հասկանում եմ Սուրբ գրքից, այդքան եմ ասում։ Առաքյալի ծառայության մեջ կա իրականությունը ճիշտ կշռելու եւ գնահատելու
մի հատ, չգիտեմ, կշերք, մի հատ գաղափար, մի հատ հոգի, մի հատ օծություն, ինքը ճիշտ է կշռում իրականությունը։ Ինքը ճիշտ է ասում, այն որ ասում են տոչինի ասեց ախպեր։ Եվ ոչ միայն ճիշտ է կշռում, քեզ էլ է օգնում, որ դու սկսես ճիշտ կշռել։ Միանշանակ, բավում, բա քեզ հայտնություն է տալիս, քեզ միտք է բացում, չէ, ասում է, հիմա Առաքյալն ասում է, որ գամ ձեր մոտ չգամ հայտնությունով, չգամ վարդապետությունով, չգամ ես գամ ինչ անեմ։ Չէ, ասենք մենք ես էսի համեմատում եմ մեր իրականության հետ եւ տեսնում եմ, որ մեր մոտ սրանք բավականին բացակային, մենք սրա կարիքն ունենք։ Ես չեմ խոսում նորություն ասելու մասին, Աբրահամ եղբայր։ Այսօր շատ եղբայրներ, մենք բոլորս քույրեր կարան նորություններ ասեն։ Ես սրա մասին չեմ խոսում։ Մեր բանը դրանով ենք։ Շատ ասենք, շատ լավ քարոզենք փշակաղվեն։ Շատ նորություն ասեն, բայց նորություն Առաքյալը նորություն ասելու մոտիվացիան դնում է իր տեղը։ Օծությունը հասկանալի ասեցի Աբրահամ եղբայր, կրկնում եմ, Առաքյալը այն մարդը, որ նորությունն է ուզում ասի, ուրիշ մոտիվացիայից էլի, չէ՞։ Անպայման ուզում է նորություն ասի, այդ քո ասած փշակաղվեն, ինքը համարի հաջողված ծառայություն։ Մենք շատ ժամանակ մեր ծառայությունները համարում ենք հաջողված, երբ որ մեզ բեմից հետո շատ մարդ է մոտենում ասի Տերորդնի կամ ծառայության ընթացքում տեսանք մարդիկ ոնց են sense քո ասած մի քիչ փշակաղվում։ Բայց ինչ էր կատարվում այս համարի մեջ թեսաղոնիկեցիների հետ կապված, ասում է մենք մի քանի կետ առանձնացրել եմ ստեղ Աբրահամ եղբայր, կարելի է կարդամ։ Այո։ Նայեք, առաջի բանը, որ իրանք արեցին, ասում է մենք ձեր վրա ծանրություն չեղանք, ընդհակառակը վերցրին ծանրությունը իրանց վրայից։ Որտեվ Առաքյալը ինքը իր մասին մենակ չի մտածում, ինքը մտածում է նաև դիմացի մասին։ Շատ կարևոր տեղ կարդացիր ասում։ Ինքը բեր վերցնող է, բեր դնող չէ։ Ասում եմ մենք ծանրություն չելանք, մենք վերցինք, մենք սա Առաքյալի որակը հատկանիշ է, Աբրահամ եղբայր։ Մենք ծանրություն չեղանք ձեր վրա։ Հիմա նայ հաջորդ կետը, ինչ եմ ասում, այսքան իրանք վերցին ծանրությունը։ Ձեր մեջ հեզահոգ, արի մի հատ նայենք այս բառին իրար հետ, էլի դու ավելի գրագետ ես։ Ինչ է հեզա, չէ, լուրջ եմ, անկեղծ եմ ասում։ Հեզահոգի եղանք ձեր մեջ։ Այսինքն իրանց վարվելակերպի մեջ ոչ մեկը չտեսավ մեծամտություն, գոռոզություն, իրանք գիտես, մենք գիտենք, չէ, որ հեզը հեշտ կառավարվող, ասինքն փառասեր, ամբիցիոզ չի, քմաչ չի ասում, ես էսի չեմ ուզում, այնի եմ ուզում, ես էսի չեմ ուտում, օրինակ, այնի, երբ որ օրինակի համար, ասենք, առավոտ արթնացել է նախաճաշին դեմ չեն ասում ես այս չեմ սիրում, չեմ սիրում, իմ համար ես եփեք, իմ համար գնա խանութ, իմ համար հատուկ, հասկանում եք ինչի մասին, նորմալ է որ այդան խանութ, բայց հարցս նրանում է նուրբ բանը, որ Առաքյալի կողմից այդ պահանջը չկա։ Պահանջ չկա, ոչ մի պահանջ չկա։ Այդ պահանջը չկա, այդ պարտադրություն չկա, որ ես հովիվ եմ կամ ես ծառայող եմ, ես ավետարանի չեմ, ես Աբրահամն եմ, ես Արսեն եմ, իմ համար հատուկ sense պիտի լինի։ Սխալ եմ ասում Աբրահամ ջան։ Չէ, իհարկե ոչ, դու ավետարան ես քաղաքում։ Ավետարանը սենց է Առաքյալի ծառայության մեջ, այսինքն, այսինքն մենք հեզ հոգի ցույց տվեցինք ձեզ։ Մենք հեզ հոգով վարվանք ու վերաբերվանք ձեր։ Դու հենց հիմա խոսում ես Հակոբոս 3-րդ գլուխ 17-րդ խոսքը։ Կարդա Աբրահամի։ Բայց վերին իմաստությունը, որովհետև Առաքյալը պիտի ունենա վերին իմաստություն։ Եվ հատկանիշները հենց դրա մասին է խոսում։ Նախ եւ առաջ սուրբ է, հետո խաղաղարար։ Այո։ Հեզ հլու բառներ է շատ սիրուն եւ ողորմությունով եւ բարի պտուղներով լիքը անկողմնասեր ամեն որ մի կողմը չի բռնում պաշտպանի որտեվ իր ընկերն է մտերիմն է բարեկամն է երեխան է եւ այլն ուրիշ բան է ամեն հիմա մենք սրա մեր եկեղեցին ես չգիտեմ ես Առաքյալ այս բաները դնում է իր տեղը Աբրահամ եղբայր օրինակ ես շատ կազդվեմ Առաքյալից ինչ ասի կանեմ ասի եսի սխալ ես անում դու իրան չես տենում իրան մեջին ես տենում այո ասի եսի սխալ ես անում Արսեն էսենց մի արա կանեմ ասի այդ քո հարցին նորից պատասխանեմ ասի դու լավ չես ծառայում դու ճիշտ տեղում չես թող էդի կթողա անկեղծ եմ ասում մենք սրա կարիք ունենք մենք
Չգիտեմ, ինքը մի հատ ուրիշ տեսակի միաբանելու է հավաքի Աբրահամ եղբայր։ Այ ամենակարևոր բանը կետի վրա դու եկար։ Ինքը միաբանելու է հավաքի եղբայր։ Եթե տես օրինակ, եթե ինձ համար, ես սենց ասեմ, եթե մեկը որ իրոք ընդունելի է եւ ազդեցիկ է, բայց եթե իր շուրջն է հավաքում ինչ որ մնացածը որ չեկան կարևորել չեն իմ համար, նա չի կարող իմ համար լինել։ Այո։ Կհարգեմ, կսիրեմ, բայց իմ համար չի կարող նա համարվել որպես, որովհետև առաքյալը ամեն դեպքում միաբանող է բոլորին։ Ամեն։ Ոնց ասեմ, անկողմնակալորեն։ Այո։ Մի հատ էլ ուզում եմ մի հատ էլ հատկանիշ ասեմ այս թեմայի մեջ առաքյալի։ Առաքյալը ինքը տեղային մտածող չի։ Ինչ է նկատի ունեմ տեղային մտածել ասելով իմ կողմից ես, իմ գաղափարակից ես, իմ թիմից կլնես, իմ յանից կլնես մեր լեզվով ասած, չէ, եթե չէ գնա, իմ հետ գործ չունես, գնա։ Մենք էլ քո հետ գործ չունենք։ Մենք չենք կարող մտածենք, որ մենք պետք է մտածենք ոչ թե լոկալ տեղային, այլ Աստծո արքայության ընդհանուր Աբրահամը իմ հետ համաձայն չի այսինչ հարցերում, կամ իմ սիմպաթիայով չի Աբրահամը, կամ ինձի լավ չի լսում, իմ ասածները լավ չի անում, բայց կարող է Աբրահամը 1000 անգամ պետք է Աստծո արքայության ավելի, մենք պետք է Աստծո արքայության ընդհանուր այդ մտածելակերպ ունենանք, ոչ թե ինքը մեր եկեղեցուն ինչքան կարա օգնի կամ չի կարա օգնի։ Չգիտեմ, միտքս կարեցա ասեմ թե չէ։ Իմանաք, ասենք, առաքյալը տեղային մտածող չի, ինքը չի մտածում, որ իմ հետ է լավ է, իմ հետ չի, թույթա այն կոպիտ ասած գնա ինչ ուզում ես արա, իմ հետ գործ չունես, չէ։ Օրինակ, եթե քո հետ չի կամ չի ուզում քո հետ լինի կամ դու չես ուզում քո հետ լինի, բայց առաքյալը միաբանում է, իրանք համագործակցում են, իրանք իրարը շփվում են, այդ պարքը, որովհետև ինքը մտածում է Աբրահամը կարևորը արքայության մեծացումն է Աստծո, արքայության տարածումն է, ոչ թե տվյալ տեղային եկեղեցու ինչ որ մի բան ավելացում կամ պակասացում։ Այս խաղաղարար բանը դրա հետ կապ ունի, միաբանող իմաստով է նաև այո, խոսում։ Ես կարծում եմ մենք շատ ունենք դրա կարիքը։ Շարունակեմ Աբրահամ եղբայր։ Մենք ունենք 15 րոպե։ Այո։ Բավարարակ ես։ Հա։ Կարծում եմ այո։ Ասմա ինչպես շարունակում եմ այդ համար, ասմա ինչպես որ մի դայակ սնուցանում է իր երեխաներին, մենք էլ ձեզ այդպես արեցինք։ Հիմա նայեք, առաքյալի ծառայության մեջ է սա, առաքյալի մտածելակերպ է, հոգի է, որ դու ումը ծառայում ես, դու դայակի պես ես, դու քո գործը իրանց սնուցանելն է, իրանց կերակուր տալն է։ Խոնար, հեզ, սուսուփուս դու ծառայում ես, անում ես այն, ինչի համար Աստված որ քեզ դրել է։ Այսինքն դու դիմացինին վերաբերվում ես որպես երեխա, դրական առումով, ոչ թե ցածր։ Վերաբերում ես որպես երեխա, որ ինքը խնամքի կարիք ունի, ու դու էդի անում ես, ու տես ինչ ասում, ասում մենք հաճեցինք, ասում այս բառը հաճույքով ենք արել, սիրելով ենք արել, ոչ միայն ձեզ տվել ենք Աստծո ավետարանը, այլ նաև մեր անձերն էլ։ Այսինքն անձդ դնում ես ուրիշի համար, տալիս ես, գիտես, ես քեզ բեմից չեմ քարոզում, թողնում գնում։ Այսինքն ես քեզ չեմ ծառայում, թողնում գնում, ես քո համար հասանել եմ, իմ անձը քո համար հասա, եթե պետք է իմ ամեն ինչը, եթե մարդը իր անձը դնում է Աբրահամ եղբայր, նյութական բաների մասին խոսալ ավելորդ ընդհանրապես։ Նայ, երեխաները, որ նորածին են կամ մի քանի ամսեկան, մի տարեկան են, կեղտոտվում են, իրենց տակը կեղտոտվում են, ծնողը երբեք չի տրտնջում, նա սիրով է լավանում, մաքրում, ակցնում, կուշտապահում, վերջը լիքը բաներ ունի, դրա մասին է խոսքը, անտրտունջ աշխատում է, չի հուսահատվում։ Հիմա Պողոսն ասում է, մենք մեր անձերն էլ ենք տվել ձեզ, ու մենք ասում է դա արել ենք հաճույքով։ Ուզում եմ մի փոքր, մի պահ կանգնենք այս սիրովի կամ հաճույքովի, ասում է հաճեցինք։
Չէ, սրա վրա մի պահ կանգնենք էլի Աբրահամ եղբայր։ Հաճույքով ծառայություն։ Հաճույքով անձդ դնում ես ուրիշի համար։ Դա քարոզից ավելի բարձր բան է։ Իդեպ ասեմ։ Այդ բեմի վրա քարոզելուց ավելի բարձր է։ Ինքը զգում է, ինձ լսողը զգում է, ես իր համար ինչի եմ պատրաստ։ Ես իր դասատուն եմ ցուցապայտը ձեռքս։ Թե ես իր համար հասանելի մեկն եմ, որ կարամ էթամ իր համար օրինակ իր լուծը մի քիչ վերցնեմ ին վրա, իրանոք սա անձերս դրեցինք ձեր համար, սա է, որ իրանք մենակ ավետարան քարոզող չեն, նրանք անձերը դնող մարդիկ են Աբրահամ եղբայր։ Սա առաքյալն է անում, սա առաքյալի ներկայությամբ է։ Չեմ ասում ոչ մեկը չի կարա սենց անի, բայց սա ընդհանուր այդ հոգին, որ գալիս է եկեղեցու մարդկանց վրա։ Ես կասես սա առաքյալի հոտ է, հոտ։ Ամեն։ Այդ հոտը առնում ես։ Ամեն։ Այդ հոտառությունը։ Դու գիտես ինչ։ Առաքյալը կարիք չունի, ասի։ Ես առաքյալ եմ։ Բացի այդ ամեն։ Առաքյալը թեև Պողոսն ասում է այս առաքյալ եմ, բայց մենք այդ տեսանկյունից չենք խոսում։ Եվ առաքյալը կարիք չունի, որ ասի լսի դու պետք է ինձ հնազանդվես։ Դա է էլի։ Ես առաքյալն եմ, դու պետք է հնազանդվես։ Առաքյալը դրա կարիքը չունի, ախպեր։ Դու ավտոմատ հնազանդվում ես իրան, որտեղ դու իրա մեջ, իրա վրա տենում ես բաներ, որ այնքան բարձր է էտի։ Էտի քեզ, այս բառով ասեմ, դա քեզ ստիպում է կամ դու սիրով դու վիզը դնում ես, սիրով քո անձը դնում ես, ստիպում է քեզ, որ դու խոնարհվես այն բանի առաջ, ինչ որ իրավ է։ Եթե դու վերստին ծնված ես, դա ստիպել է քեզ։ Այո, ճանաչել առաքյալին։ Ինքը կարիք չունի, ասի, ես առաքյալն եմ, ես էս եմ, ես հովիվ եմ, դու պետք է ինձ հնազանդվես։ Նա տենում է քեզ, քո վրայինը, քո մեջինը, քո հեզահոգությունը, քո հաճությունը, քո սիրով անելը, քո ծանրություն չլնելը, քո այլընտակ առ քո իրա ծանրությունը վերցնելը, նա իրա հոժար կամքով սենց գալիս ասում է, ես քեզ ընդունում եմ, ես տեսա, որ դու քո անձը ոնց ես դնում։ Արի մարդկային աչքով մի հատ նայենք այսօր, որտեղ անալիզները, վերլուծությունները երկու տարբեր հիմքերի վրա տեղ ունենում, մարդկային աչքով վերլուծություն, կրոնական բանի մեջ եմ ասում, իրականություն։ Արա դեսի հասարակ մարդը ոնց կարող է առաքյալ լինի։ Առաքյալը կարգին հագնված, շքեղ կաբինետի մեջ, օծյալ ինքը անձեռնամխելի, անհասանելի պիտի լինի, մարդկային աչքերով։ Ամեն։ Եվ ինչու չընդունեցին Հիսուսին որպես Մեսիա, որովհետև իրանք մարդկային աչքերով վերլուծություն, եթե ինքը Հիսուսն էր, Մեսիան էր, ուրեմն մեր հետ պիտի լիներ, ոչ թե մեղավորների։ Նկատում ես այդ տարբերությունը, հա։ Հիմա կապ ունի թե մենք ինչ աչքերով ենք փորձում հասկանալ առաքյալա թե չէ, ինչ վերլուծություն ենք անում, մարդկային աչքերով թե հոգևոր աչքերով, որովհետև նրանք լրիվ տարբեր սիստեմներ են, տարբեր արժե համակարգեր են։ Աման։ Համաձայն եմ, ճիշտ ես ասում, ստեղ մի հատ էլ բառ կա, բայց մի քիչ արագացնեմ, որ հասցնեմ էլի Աբրահամ եղբայր ջան։ Ստեղ ասում է, մենք ձեր հանդեպ խանդակած սեր ունենք։ Չգիտեմ, քո թարգմանության մեջ ինչ է գրում այդտեղ, եթե բացեմ։ Համարը կասես մի հատ ես։ Առաջ Թեսաղոնիկեցիս 2-րդի 7-8 համարները, 2-րդ գլխի։ Ասում է խանդակած սեր ունեինք ձեր նկատմամբ։ Նայեք, այսինքն այն մարդկանց, ումը իրանք ծառայում են, ինչքան սեր ունեն այդ խանդակատ, չէ՞։ Ես սենց չգիտեմ, խանդ, կատ ոնց ես մեկին սենց կատ տալիս սենց ու սենց խանդի բան ունես, չէ՞, իր նկատմամբ սենց վերաբերական առումով, էլի Աստված ոնց ասում ես նախանձոտ եմ։ Չէ, դու ասենք սենց ամեն ձևի որպես երեխու որ անես չի, որ ինքը մի բան անի, դու խռովես այդաս, ասես ինքը իմ ասածը չարեց, դե վերջ գնա, էլի մեծ գործ ունես։ Ես քեզ բան ասեցի, դու չարիր, գնացիր ընկար փոսը, հիմա էլ գնա ոնց ուզում ես դու սարի, դից ինձ չես լսել։ Ինքը հետևողականորեն սենց խանդակատ ձևով իրան ասում մենք ձեր հետ այտենց ենք վերաբերվել։ Այսօրվա մենք մեր լսարանները, մեր եկեղեցիները մենք սրա կարիք ունեն Աբրահամ եղբայր։ Օրինակ եկեղեցին կարիք ունի ինձնից էսի տենալու։ Ես չեմ վախենում սրա մասին ասեմ։
Եկեղեցին այս որակներն ինձնից ստենալու կարիք ունի։ Եվ բոլորս պիտի կա, բոլոր բեմի մարդիկ պիտի կարողանան էսի ասել, որ եկեղեցին սա ինձնից ստենալու կարիք ունի։ Երբ որ կգա այդ բարձր, այդ մեծ, այդ առաքյալը, այդ մեկը, սրանք ավելի կշատանան, ավելի կընկնեն իրանց տեղը։ Ես չեմ ասում մենք սա ընդհանրապես չունենք ոչ մեկս, բայց երբ որ կրկնում լինում է առաքյալը, շատ բան անգնում իր տեղը Աբրահամ եղբայր։ Ամեն։ Ուզում եմ գործք առաքելոցից երկու բան ցույց տալ եւ վերջացնենք Աբրահամ եղբայր ջան, ինչն էր խանգարում։ Եկեք ստեղ ինչն էր խանգարում, որ առաքյալը կամ առաքելական ծառայությունը մնա կապված։ Կապված ասելով ի նկատի որ չգործի եկեղեցիներում, էլի։ Հա, Ինչն է խանգարում։ Հա, ինչն է խանգարում, էլի։ Խոչընդոտները ապրես։ Հիմա, նայեք, մենք դիտարկելու ենք հիմա Պողոս առաքյալին, բայց իրան որպես անձ չենք դիտարկում, իրան դիտարկում ենք որպես առաքելական ծառայություն։ Հոգի, օծություն։ Այս տեսանկյունից նայենք, որտեվ Պողոսը մենակ անձ չի, Պողոսը առաքյալ է, Պողոսը առաքելական օծությունն է, հոգին է եւ այլն։ Ամեն հասկանում ենք Աբրահամ եղբայր ջան։ Հիմա գործք առաքելոց 24 գլխի 26-27 համարներում մենք հանդիպում ենք մի պատմության, որ Ֆելիքս կուսակալը Պողոսին թողում է կապված։ Դեք Ֆելիքսը իշխանությունն է, որը առաքյալին թողում է կապած։ Ես արգելքի քո ասած խոչընդոտի մասին եմ խոսում։ Մենք հնարավոր է որպես եկեղեցու իշխանավորներ, այսօրվա Ֆելիքս իշխանությունն է, եկեղեցու հովիվ կամ իշխանություն, մենք հասկանալով կամ չհասկանալով կամ երկու հատ ակնկալիք եմ ցույց տալու, որի պատճառով հնարավոր է առաքելական ծառայությունը մնա կապված եւ չսկսի գործել։ Տեղ չտանք իրան, ինչ պատճառով։ Ասում է Ֆելիքսը երկու պատճառով թողեց Պողոսին կապված։ Աբրահամ եղբայրը հասկանալի է, իմ ասածը ինչ եմ ասում։ Առաջի պատճառն էր, որ ասում է իրանից ակնկալիք ուներ փողի, ասենք նյութականի, չէ՞ ճիշտ եմ կարդում, մի հատ կկարտած։ Որ խոսքերներ 26, բայց նա էլ հույս ուներ, որ Պողոսից մի բան կտրվի իրեն, որ նրան արձակի։ Սա նյութականի կաշառակեր։ Նյութականի, նայ, երբ որ մենք ֆիքսված ենք լինում եկեղեցիներում ավելի շատ նյութական բաների վրա, քան հոգու օծության, առաքյալի ծառայության վրա, դա առաքյալին թողում է կապած։ Հասկանալի է միտքս, ինչ եմ ասում Աբրահամ եղբայր։ Եվ երկրորդ բանը, որ Ֆելիքսը որպես իշխանավոր, այսօրվա մենք որպես եկեղեցու դրված իշխանություններ։ Երկրորդ բանը, որ Ֆելիքսը չարցակեց Պողոսին, իր պաշտոնավարումը պրծավ, Պողոսը մնաց կապված, երկրորդ բանն էր, ասում է եւ ուզեց հрьяաներին հաճոյանալ, մի հատ հաճո, այսինքն մարդա երկրորդ պատճառը ըստ տեքստի, մարդա հաճոյությունն է, որ կարող է առաքյալի ծառայությունը կապած թող, այսինքն մենք մարդուն ավելի հաճոյանանք, մենք մասաներին ավելի հաճոյանանք, ավելի մարդկանց սրտով խոսենք, իրանց ուզածով գնանք, քան թե ավետարանով, քան թե հոգով, քան թե Աստծո խոսքով, քան թե Աստծուն հաճելի եղած բաներով եւ այս պատճառով առաքելական ծառայությունը եկեղեցում կամ եկեղեցիներում մնա կապված եւ չգործի։ Այս երկու պատճառ կա։ Էլի կարող է մեկը հիմա լինի 15 ասի, ես այս երկուսն եմ ասում։ Պատճառներ կրկնում եմ եկեղեցում իշխանավորի կողմից, եկեղեցու իշխանավորի կամ իշխանավորների կողմից որպես Ֆելիքս։ Ոնց է առաքելական ծառայությունը առաքյալին թողում կապած երկու պատճառով, ամփոփում եմ, կրկնում եմ։ Առաջինը, որ ֆիքսված է նյութականի վրա, անձը իշխանավորը, ինքը ավելի շատ մարմնավոր բաների վրա է, նյութականի վրա, իր ակնկալիքը, չէ՞, իր բարեկեցությունը, իր լավ ավտո քշելը, իր քո ասած լավ կաբինետը, իր քո ասած լավ։ Հենց դա եմ մտածում։ Ես էլ ցույց եմ տալիս։ Սուրբ գրքով Աբրահամ եղբայր ջան, որ թողեց կապված եւ երկրորդը, որ ուզեցավ հрьяաներին պրոստո հաճոյանալ։ Այսինքն, ստեղ հարց, դու երբ որ ասում ես ես առաքյալ կուզեմ, ինչ ես պատկերացնում, ով այդ առաքյալը, որտեղ դու կարող ես նրան գտնել կաբինետների մեջ, թե ուրեմն ծառավների, բանտարկյալների, հիվանդների, որտեղ ես դու նրան փնտրում։
Եթե դու կաբինետների մեջ ես փնտրում, դու սխալ տեղ եւ դու չես գտնի։ Եթե եթե իմ պատկերացման մեջ մենակ այնա որ Առաքյալը պետք է լինի թանգանոց կոստյումով, փողկապով եւ այլն, պարտադիր ամենաճանաչված կամ հեղինակավոր մարդկանցից, պարտադիր այն մեկը ով ունի ավելի շատ լսարան, Facebook-յան կամ YouTube-յան լսարան, չգիտեմ, այն մարդ ում հետևից ավելի շատ մարդ է գնում, եթե իմ պատկերացումը ակնկալիքը դրա վրա է, հաշվարկների վրա որ կարող է ստեղից լինի, իհարկե ես խաբված եմ Աբրահամ եղբայր ջան։ Շատ կարևոր է։ Իհարկե խաբված եմ, եթե ես այդպես պատկերացում ունեմ։ Դու չես սովորել առաքյալ գտնելու արվեստը։ Ես չեմ սովորել առաքյալ գտնելու արվեստը։ Այո։ Հնարավոր է ամեն տեղից էլ լինի։ Չէ՞, հնարավոր։ Դու չես սպասում, չէ՞։ Այո, հասարակ։ Այո։ Միկոմ, ասինքն անուշադրության մատնված, բայց ինքը առաքյալ է։ Ինքը առաքյալ, այո։ Շատ։ Չգիտեմ, այս երկու եւ մեկ բան, 2 րոպե խնդրում եմ ընդամենը Աբրահամ եղբայր, Պետրոսը բանտում էր գործք 12-ում, ասում է եւ եկեղեցին անդադար աղոթում էր։ Նորից Պետրոսին չդիտարկենք որպես մարդ։ Նայենք որպես առաքյալ, առաքելական օծություն, որ Հերովդեսը փակել է իրան։ Օրինակ դրել է բանտում։ Ասում է եկեղեցին հիմա անընդհատ աղոթում էր որ Պետրոսը ազատվի։ Հիմա ցույց եմ տալիս որ եկեղեցին պիտի աղոթի որ առաքելական ծառայությունը ազատ։ Բայց չէ որ կար Ապողոս, կարելի էր Ապողոսի դնել։ Հա։ Լավ է ճարտախոս է։ Չէ, մենք Պետրոս ենք ուզում ախպեր։ Մենք նայ, ասում է, Աստված ազատում է Պետրոսին, Աբրահամ եղբայր, Պետրոսը գալիս է Մարկոսենց տունը, ճիշտ է։ Ասում է եկավ Մարկոսենց տունը, որտեղ եկեղեցին անդադար աղոթում էր։ Դուռը ծեծում էր, ներսում վիճում էին։ Այն աղախինը չեմ խոսում աղախնի մասին, որ չկարեցավ դուռը բացեր, որպես չհասկացող մեկ աղախին։ Բայց գնաց ասես Պետրոսն է, այնտեղ աղոթողները վիճում էին իրար հետ։ Մեկն ասում էր իր հրեշտակը կլինեն, մեկն ասում էր Հռովդե աղախին, կարող է գժվել ես։ Հենց տենց։ Կարող է խենթացել ես, խելքդ գցել ես։ Նայեք, բայց ասում է այդ իրանք ներսում վիճում են, բայց ասում է Պետրոսը անդադար թակում էր դուռը։ Ես հավատում եմ, անկեղծ եմ ասում, որ այսօրվա այն ինչի մասին մենք այս մի ժամա խոսում ենք մոտավորապես, առաքելական հոգին, օծությունը, ծառայությունը, ինչ որ խոսում ենք, ինքը այսօր դաթում է, բախում է, ծեծում է, թակում է մեր եկեղեցիների դռները, պրոստո ներսում վեճեր կա։ Այ շատ լավ օրինակ է։ Ներսում վեճեր կա, ասում է տենաս էսիով է, տենաս էնիով է, բացեք չբացեք։ Զբաղված ենք մեզնով էլի, հարց ենք լուծում, դու մեզ խանգարում ես։ Բայց ի վերջո բացեցին, հույսս էնա, որ վեճից հետո հիմա իրանց վեճը տևեց կարող է 3 րոպե։ Որտեվ անդադ ծեծում է, չէ՞, լսելու խնդիր էլ կա, չէ՞, որ ծեծում է։ Գորգորում էին, չէ՞։ Լսելու խնդիր էլ կա, չէ՞, Աբրահամ եղբայր։ Էսի ծամը դասը, շատ լավ դասը։ Չէ, լսելու խնդիր կա։ Կարող է վիճում են չեն լսում, կարող է լսում են վիճում են չեն բացում, չեն հավատում, չենք հավատում, չենք Այն որ վիճաբանության մեջ չէ, դետի լսեց։ Աղախին։ Այ Աբրահամ ջան։ Թող Աստված օրհնի մեր հայաստանյան եկեղեցիները, կներեք որ մի քիչ ասենց շեշտադրված եմ ասում Հայաստանը իմ Մենք ոչ մի եկեղեցի խանդակատ, մի քիչ խանդակատ, ես խանդակատ բան ունեմ Հայաստանի նկատմամբ, Աբրահամ ջան։ Խոսում ենք մի բանի մասին, որի խնդիրը կա այսօր, հա։ Ոչ մի եկեղեցու, ոչ մի Իմ կարծիքով, իմ խորին համոզմամբ, ոչ թե կարծիքով, ինքը պահանջ է այսօր մեր եկեղեցիները։ Նա դադարենք, հələ կարող դուրս ծեծող կա։ Ամենից դադարեցրեք։ Աղոթում եք լավ եք անում, բայց լավ ենք անում։ Հիմա մենք աղոթում ենք, լավ ենք անում։ Ես ասեմ Տեր Աստված, անես չլինի, որ դուրը ծեծի, օրինակ, բացատրած էլի։ Ուզենա այդ հոգին գա Աստված հեղի էտի, չհասկանանք ինչ կա։ Մեր ներսի վեճերը, մեր ներսի բաները, իրարու կարծիքները, հակակարծիքները, իրարու չհասկանալու պատճառով տենց էլ
չկարենանք հասկանանք կամ ուշացնենք, բայց հույս ունեմ, որ վերջում դուռը բացվավ եւ Պետրոսը ներս մտավ։ Թող մտնի, թող գա մի հատ սաղի իրա տեղը դնի Աբրամի Խարազանով։ Թող գա մի հատ ասի, թող գա մեր մասին, թող գա մեր մասին այնպես բաներ ասի, որ մենք չգիտեինք։ Թող գա մեր մասին մեր կարծիքը փոխի։ Արի չվախենանք, եւ դրական առումով եւ համաձայն ես, ինչը թող ասի չվախենանք։ Թեկուզ խայտարակ լինենք։ Վախեցող մարդը 5 տարի չի աղոթի ախպեր դրա համար ու ամեն անգամ ասի ուզում եմ տեր։ Արսեն, շնորհակալ եմ, Տեր օրհնի քեզ։ Ես չէի պատկերացնում, որ այս հրաշալի ուղղություն կվերցնի այս թեման եւ իրոք բոլորիս հետ կապ ունի այս թեման, բոլոր քրիստոնյաների։ Երբ որ մեր աղոթների մեջ նախ աղոթենք, որպեսզի ունենանք առաքյալ, ինչու՞ չէ նաեւ առաքյալներ, եւ երկրորդը հասկանանք որտեղ փնտրել առաքյալներին, ականջ դնենք նրանց բանը, այսինքն թակոցին։ Եթե կոչում ես արա եւ աղոթքով ավարտենք։ Եփեսոսի եկեղեցուն ասում է Հիսուս ասում է նրանք ովքեր առաքյալ էին ձևանում, որ չեն, ու չեն փորձեցիր ու գտար։ Վաու, որ չեն, շատ սիրուն խոսքը, որ չեն ախպեր։ Ձևանում են, դիմակ են դրել, ձև են բռնեն, դու երևանցի ես, ձեր ժարգոնի մեջ կա չի, ասում ձևա բռնե ապեր։ Ձևա բռնել, ասենք առաքյալի ձև, մեկը այսօր քերոպի ձևա բռնե, մեկը մի հատ ավտարից էտի, մեկն էլ առաքյալի ձևա բռնե, այն մեկը մարգարեի ձևա բռնե, այն մեկը վարդապետի, չգիտեմ, ձև հասկանում եմ, ասում եկեղեցուն ասում մեր լեզվով ասած մալադեց ապրես Եփեսոսի եկեղեցի։ Դե մի հատ է բանա գրում իրանց, ասում չարերին չես կարում համբերես։ Իմ անունը ասում այո, աշխատեցիր իմ անունի համար։ Ասում չարերին չես կարողանում համբերես։ Հանդուրժես, մալադեց քեզ Եփեսոսի եկեղեցի։ Այո։ Թող նաև մեզ զանազանություն ու իմաստությունը լինի, հասկանալու համար, որ գտնես ուսումնասիրես, կյանքով համոզվես, վարքով համոզվես։ Հիմա մենք մի 7-8 հատ որակ խոսացինք այսօր, չէ՞, առաքյալի որակ։ Այս որակների վրա նայենք ու փնտրենք, տենանք, այս որ ասում ես առաքյալը, մենք այս որակներն ունի, թե չէ։ Ես մի 7-8 հատ եմ ասել ավետարանից, սիրելիներ, վստահ եմ դուք կարող եք 70-80 հատ ասել։ Ուր որ գնում խաղաղությունն է, Սերմանում, թե վիճաբանություն։ Առաքյալը միաբանում է, չի բանակտում Աբրահամի։ Տեր օրհնի սիրելիներ, շնորհակալ ենք Աբրահամի կողմից ասեմ, նաև իմ տարածեք այս ծառայություն։ Այո, անպայման տարածեք, վստահ եմ, որ շատերը արդեն կիսվել են, ովքեր չեն կիսվել, երկու պատճառ կա, այնքան տարված էին այս խոսքով, որ մոռացան կիսվեն, կամ էլ իրենց համար իմիջայլոց է, կարևոր չի։ Բայց առաջի տարբերակին եմ հակված հավատալու։ Եկեք աղոթենք զուտ սրա համար, որ Աստված սա անի մեր եկեղեցին։ Ամեն Տեր, փառքես Տեր։ Տեր Աստված շնորհակալ ենք ամեն բանի համար, օրհնում եւ փառավորում ենք քո անունը Տեր։ Տեր Աստված ինչ որ խոսացինք, խնդրում ենք, որ քո կամքի մեջ մեր եկեղեցիներում, մեր կյանքերում սա իրականացնես Տեր։ Ամեն Տեր, փառքես Տեր։ Աղոթում ենք, որ առաքյալի հոգին, օծությունը, գործը, իր բոլոր որակներով, ատրիբուտներով մեր եկեղեցիներում ավելանա գործի Տեր։ Ամեն Տեր։ Մեզ պատրաստիր սրան Տեր, մենք այս ծառայության կարիք ունենք, մենք առաքյալի պետքի կարիք ունենք Տեր, դա պետք է մեզ Տեր։ Պետք է քո եկեղեցուն, դու առաջ առաքյալներ ես դրել, քո 5 պաշտոնների մեջ ասում ես առաջին առաքյալն է, մենք ունենք սրա կարիքը Տեր, մեծ բան անպագորգոր չենք ուզում, չենք խոսում, ուղղակի մի փոքր հասկանում ենք, որ քո եկեղեցին չի լինում, դժվար է առանց դրա Տեր, օրհնիր մեզ սրանով, այս ծառայությամբ, այս առաքելությամբ, այս օծությամբ, այս հոգով Տեր։ Շնորհակալ ենք Պապա ջան, քեզ փառք ենք տալիս։ Աղոթում ենք Տեր նաև ամբողջ լսարանի համար,
Եթե կան հիվանդներ, կան մարդիկ, ովքեր ինչ-որ բանի կարիք ունեն, հիմա իրանց մտքի մեջ, սրտի մեջ, ընտանիքում ցավեր, հոգսեր, խնդրում ենք Տեր, որ ամեն բան լուծես, կարգավորես, բժշկես եւ ամեն բան անես Տեր քո կամքի պես։ Թող լինի ազատություն, թող լինի բժշկություն, թող լինի կապվածությունների քանդվել, թող լինի հեռացում ամեն դիվային ու անաստվածային բաներից Տեր։ Հիսուս Քրիստոսի անունով օրհնիր Հայաստանը Տեր։ Ամեն։ Ամեն։ Փառքս Տեր։ Ես էլ սիրում եմ մեր երկիրը, ինչ անեմ Աբրահամի եղբայր։ Ես էլ եմ սիրում էլի, Արսեն եղբայր։ Տեր օրհնի քեզ շատ, շնորհակալ եմ եղբայր։ Իրոք շատ, այսպես ասեմ, թմի թեմայա, որի մասին շատ չի խոսվում, կարելի ասել շատ քիչ բան այսօր հայտնաբերեցինք, բայց շատից քիչ է, այսպես ասած, բայց արի սենց անենք, մնացածը թողենք մեր քույր եղբայրներին մեր վրա, որ մենք էլ մտածենք, ավելի խորը գնանք, հասկանանք, կիսաֆաբրիկատի պես, անենք տուն պատրաստենք մենք, ուտենք, վերլուծենք, մարսենք այս կարևոր թեման։ Սելի բարեկամներ, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք, սիրում ենք ձեզ շատ, առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին, Մարանաթա, Տերը շուտով գալու է։